դուք վաղուց արդեն ինձ ճանաչում եք որպես այսպես ասած ընդդիմադիր, եւ ես ուրախ եմ, որ այստեղ տեսնում եմ դեմքեր, որոնք 19 թվականին, երբ ես ընդդիմադիր էի էլի, ինձ քննադատում էին հականիկոլական ելույթներիս համար, հիմա այսօր իմ կողքին են, ինձնից ավելի շատ են քննադատում Նիկոլին ու նիկոլիզմին։ Ես իմ խոսքը այսօր կուղղեմ հիմնականում սոցիալական, կրթական ու առողջապահական ոլորտի խնդիրներին, ինչու, որովհետև այդ այն ոլորտներն են, առանց որի մենք չենք կարող ունենալ ուժեղ պետություն, անվտանգություն եւ հետեւաբար տնտեսություն, բանակ եւ այն ամենը, ինչի մասին խոսեց մեր գործընկեր Աննան։ Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը դարձնել սրանց խոստումների ու մեր չկատարած խոստումների, մեր խոստումների իրատեսականության մասին։ Առաջինը դպրոցներ։ Ամեն օր թմկահարվում են 300 դպրոց, վերջապես 2 տարի իմ համառությունից հետո հասա նրան, որ Նիկոլը 3 խոստովանեց, որ 102 դպրոց են ընդամենը սարքել։ Եվ մի կարևոր բան ուզում եմ ձեզ ասել, սիրելի լոռեցիներ, այդ 102-ի ցանկը ես ստացել եմ եւ դրանք համեմատել եմ 15 թվականից կառավարության ծրագրի վերակառուցվող դպրոցների հետ, 51 նոր կառուցվածքների կեսը 15 թվականի ծրագրի մեջ ներառված այնտեղ կառուցված դպրոցներն են եւ երեկվա այդ իմ ելույթից հետո այդ հիստերիան դրան էր վերաբերվում, որ այդ անունները հնչեցրեցի։ Խոսեցին ուսուցիչների աշխատավարձից վերաատեստավորման միջոցով, չէ՞։ Ունենք 32000 ուսուցիչ այդ կարգի։ Ընդամենը 9200 ուսուցչի աշխատավարձ է բարձրացել, այն որ թամկահարում են։ Ունենք 700,000 ուսուցիչ ստացող ուսուցիչներ, ունենք ընդամենը 700,000 դրամ ստացող ուսուցիչ 32,000-ից, եւ սա համարում են ուսուցիչների աշխատավարձի բարձրացում։ Մենք անպայմանորեն խիստ կարևորելու ենք կրթական համակարգը, ուսուցիչների աշխատավարձը ոչ թե վերապատրաստման արդյունք, վերատեստավորման արդյունքում պետք է լինի, այլ պետք է լինի բազային, սկզբունքային աշխատավարձի բարձրացում։ Առանց ուսուցիչների ըստ արժանվույն գնահատման մենք չենք կարող ունենալ կրթական համակարգ, հետևաբար ազգային անվտանգության մնացած խնդիրները չենք կարող լուծել։ Շատ կարևոր է մարզի համար եւ ես այս երիտասարդներին այստեղ տեսնելով ուզում եմ ասել, սրանց բերած օրենքով մարզային բուհերը 3 տարի հետո փակվելու են։ Էնպես են խուճուճ ձևակերպել այդ օրենքը, որ ուղղակիորեն չեն գրել, բայց իրենց օրենքի կիրարկման արդյունքում 3 տարի հետո Հայաստանի ոչ մի մարզում, ոչ մի գործելու իրավունք լիազորություն չի ունենալու, որովհետև սահմանել են 4000 սահմանային թիվ բուհի ուսանողների քանակի վրա, այսօրվա դրությամբ մենք ոչ մի մարզում մինչև 2000 ունեցող ուսանող չունենք։ Խոսեցին ակադեմիական քաղաքով այդ ամեն ինչը փոխարինելու մասին, այսօր արդեն հայտարարում են միլիարդներ են ծախսել ակադեմիական քաղաքի համար, բայց այսօր արդեն հայտարարում են, որ ակադեմիական քաղաքի կառուցումը տեղափոխվում է 34 թվականից սկսած։ Միլիարդներն արդեն ծախսել են քննարկումների համար ընդամենը։ Եվ մի քիչ ես ուզում եմ խոսել այսօրվա իրենց թմկահարվող առողջապահական համակարգի իրական իրավիճակի մասին եւ իրական թաքուն նպատակի մասին։ Ըստ էության առողջապահական համակարգը պետք է միտված լիներ այո առողջության պահպանմանը, բայց ոչ թե թոշակառուին, երեխաներին հիվանդացնելու եւ հիվանդության փոխարեն նրանց ապահովագրություն դեղ առաջարկելու, այլ պետք է մենք վարենք ճշգրիտ սոցիալական քաղաքականություն։ Մեր թոշակառուն, մեր երեխան կիսասոված չպետք է ապրի, որ հիվանդանա, որ հետո հիվանդության դիմաց դեղ տան ու դրա փոխարեն քվե ուզեն։ Սա է նրանց ապահովագրական համակարգի այսօրվա գործածությունը։ Մենք կենսաթոշակը, միջին կենսաթոշակը պետք է հավասարեցնենք նվազագույն սպառողական զամբյուղին եւ ամեն տարի օրենքի ուժով ինդեքսավորվի, ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ ապրիլի 1-ին, որ հունիսի 7-ին մոդիկ լինի, այլ այդ ինդեքսավորումը պետք է լինի օրենքով։ Այսօր ունենք նվազագույն կենսաթոշակը, նվազագույն սպառողական զամբյուղը 82,000 առողջապահության մեթոդաբանությամբ, բայց իրենց խոստացած ԵՄ գործընթացին իրենք խոստացել են, որ պետք է դա լիներ միջին աշխատավարձի 40%-ը, որը 120,000 է, որտեղ իրենց խոստումը, որտեղ իրականությունը։ Այսօր
միջին կենսաթոշակը 49 + 10 + 4 63,000 է ընդամենը։ Եվ ելի եմ կրկնում, այս մարդիկ աշխատում են չկրթված, սոված, անառողջ հասարակությամբ անընդհատ վերարտադրվել։ Սա է իրենց գեշ նպատակը, որը մենք թույլ չենք տալու եւ որին հաղթահարելու ենք մեր մասնակցությամբ։ Սիրելի ներկաներ, ես համոզված եմ, որ դուք այս ամեն ինչին կողմնակից եք, որ այստեղ եք, բայց ես պետք է խնդրեմ ձեզ, ուղղակի հնարավորինս շատ աշխատենք մասնակցությունը ապահովելու եւ մասնակցության հետ անպայման քաղաքացին իմանա, որ ինքը պետք է ընտրի, ոչ թե չընտրելով չընտրել, չմասնակցել, նույնն է թե գնալ Նիկոլին ընտրել։ Եվ մենք անպայմանորեն մեր մասնակցությամբ, մեր ճշգրիտ սոցիալական քաղաքականությունը քարոզելով, մեր անվտանգային քաղաքականությունը քարոզելով, միասին այս իշխանություններին վռնդելու ենք իշխանությունից եւ երկրի մարտահրավերներից դուրս գալու քայլերն ենք սկսելու։ Իսկ մենք միասին դա կարող ենք։